խոսքի հապաղումը կարող է լինել առաջնային, այսինքն կարող է լինել ինքնին խնդիր, բայց կարող է վկայել նաև ծնողի եւ ոչ մասնագետի համար անտեսանելի այլ բարդությունների մասին։ Այսպիսով կխնդրեմ պարզաբանել, թե խոսքի հապաղումը ինչի մասին կարող է վկայել։ Խոսքի զարգացման հապաղումը իսկապես կարող է լինել առաջնային եւ որևէ այլ խնդրի մասին չխոսել, բայց դա դեպքերի մեծամասնությունում չի։ Դեպքերի մեծամասնությունում այն պարզապես ախտանիշ է, որը խոսում է ավելի բարդ եւ ավելի ծանր խնդիրների մասին, որոնցից են օրինակ մտավոր հետամնացությունը, աուտիզմի սպեկտրի խանգարումը, շարժողական խանգարումները բազմաթիվ են, սակայն ամենահաճախ հանդիպողները հավանաբար դրանք են։ Եվ ծնողները հիմնականում ինչ են նկատում, եթե երեխայի մոտ կա խոսքի զարգացման հապաղում, ապա երեխայի բլբլոցը, գղգղոցը միգուցե ճիշտ ժամանակին դիտված են լինում, բայց երեխան չի կարողանում արտաբերել առաջին բառերը, չի կարողանում 2-3 տարեկանից կապակցված խոսք ունենալ, նախադասություններ չի կազմում, տարբերվում են հասակակիցներից, այսինքն եւ վարքով եւ խոսքի հենց զարգացումով եւ հիմնական նշանները, որոնք որ մենք ասում ենք, որ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն ավելի վաղ տարիքում, դրանք թե ինչպես է երեխան խոսքը հասկանում, այսինքն ինչպես է կատարում հրահանգները, պարզ հրահանգները, մի փոքր ավելի բարդ հրահանգները, բացի այդ ինչքանով է երեխան հետաքրքրված մեր խոսքով, այսինքն երեխան համբերատար նստում ու լսում է, երբ որ դուք հեքիաթ եք պատմում, թե փախչում է, թե պարզապես գիրքն է թերթում ու նկարներն է նայում։ Բացի դա, ինչքանով է երեխան հետաքրքրված տեսողական շփումով, երեխան հետաքրքրված է արդյոք ուրիշ երեխաներով, թե չէ, ինչքանով է նրա խաղը համապատասխանում տարիքակիցների խաղին, այսինքն բոլոր այդ գործոնների վրա առօրյայում ծնողը ուշադրություն դարձնելով կարող է արդեն դիմել, ինչպես նշեցի սկզբում, մանկաբուժի եւ եթե խնդիրը կասկածելի լինի, այդ դեպքում նաև զարգացման մանկաբուժի։